Հոկտեմբերի 11-ին Երևանում կայացավ մեր ձևով ժողովրդական շարժման առաջին հաշվետու ժողովը, որի ընթացքում շարժման համակարգող խորհրդի անդամների կողմից հաշվետու ժողովի մասնակիցներին եւ հանրությանը ներկայացվեց շարժման մեկնարկից հետո իրականացված աշխատանքների արդյունքները։ Սա 1-րդ դարը դինամիկ ազգային պետությունների դար է, որը մենք պետք է լինենք։ Մեր յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը հավակնում է լինել երկրի ղեկավար, հարց լուծել երկրում, պետք է մի բան անի։ Իշխանությունը վերցնելուց հետո այդ փառքի մեջ արխային չընկնի։ Պետք է արխային չընկնի։ Պետք է ամեն օր մի ոտ ավելի արագ լինենք, քան հարևանները։ Հաշվետու ժողովի ընթացքում շարժման շրջանակներում գործող 5 աշխատանքային խմբի ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին աշխատանքային խմբերի իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները, ընդգծելով, որ 1.5 ամսում մեր ձևով ժողովրդական շարժմանն արդեն միացել է 5000 կամավոր։ Ովքեր միանում են մեր ձևով շարժմանը, միանում են հույսով ու հավատով։ Անպայման միանում ենք մեր ձևովին, Պարերա Սամվել Կարապետյանին։ Շատ մեծ ակնկալիքներ ունեմ, ամենամաքուր, պարզ, հստակ, իրական հայանպաստ շարժումն է։ Իրանք պետք է աշխատեն ճիշտ։ Իմ ակնկալիքը դա է։ Ճիշտ աշխատեն, շատ լավ շանսեր ունեն։ Տեսեք, շատ պարզ է, որ ինքը քաղաքական նկատառումներով է անազատության մեջ, ինչպես մեր սրբազանները։ Մեծ ուղի են անցել, կարելի ասել մեծ է, շատ մեծ է ակնկալիքները, որովհետև իրենք էությամբ գործարար մարդիկ են, մեր փրկությունը կարելի է տեսնել իրենց մեջ։ Ինչու եք միացել շարժմանը։ Վստահում եմ։ Միանշանակ վստահում եմ։ Շարժմանը ինքնուրույն օնլայն է միացել է շարժմանը, որին հավատում եմ։ Հաշտ չեմ ներկա իրավիճակի հետ, հաշտ չեմ այն ամենի հետ, ինչ որ կատարվում է Հայաստանում, երբեք հույսս չեմ կորցրել, մեր ձևով շարժմանը հավատում եմ, ակնկալում եմ, որ մեր ձևով կարող ենք հարցերը լուծել։ Նարեկ Կարապետյանը նշեց, որ մեր ձևով շարժումը աջակցություն է ստացել։ Շարժմանն է միացել աշխարհահռչակ տնտեսագետ, Նոբելյան մրցանակակիր, ազգությամբ հայ Դարոն Աճեմօղլուն։ Նրա խոսքով իր միանալու նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսական վերափոխմանը, խթանել նորարարությանը եւ ստեղծել արդար մրցակցային միջավայր։ Այս մարդը աշխարհում ճանաչվել է Նոբելյան մրցանակակիր որպես լավագույն տնտեսագիտական միտք ունեցող մարդ ու ազգությամբ հայ։ Այս փոփոխությունները լիովին առնչվում են նաև Հայաստանը։ Ցավոք Հայաստանը դեռևս չի կարողացել լիարժեքորեն օգտագործել իր տնտեսական եւ ժողովրդական ներուժը։ Երբևէ այն դիտվում էր որպես հետխորհրդային ամենախոստումնալից հանրապետություններից մեկը, կրթված մարդկային ռեսուրսով, քաղաքացիական հասարակության ներգրավվածության հարուստ փորձով եւ ժողովրդավարական զարգացման պատրաստակամությամբ։ Հայաստանի ժողովրդավարությունը պետք է ամրապնդվի եւ գտնի ճիշտ հավասարակշռություն պետության, իշխանության ու տեղական եւ օտարերկրյա ներդրումների խթանման միջև։ Ես համոզված եմ, որ ժողովրդավարական գործընթացների պահպանում, քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը եւ մասնագիտական փորձագիտական խորհրդատվությունը կարևոր նախապայմաններ են այս նպատակին հասնելու համար։ Մեր ձևով շարժման հաշվետու ժողովի ընթացքում հայտարարվեց, որ առաջիկայում Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք ի պաշտպանություն ազգային բարերար Սամվել Կարապետյանի։ Հաջորդ շաբաթ տեղի ունենալու հանրահավաք Ազատության հրապարակում ի աջակցություն Սամվել Կարապետյանի գնում ենք պահանջելու արդարադատություն, գնում ենք պահանջելու ազատություն, գնում ենք պահանջելու արդարություն Սամվել Կարապետյանի, մեր ազգային բարերար Սամվել Կարապետյանի եւ մեր Սամվել Կարապետյանին պահանջում ենք ազատություն։ Սուրեն Բարսեղյան, Գեղամահոր։